Բարև, Մարսը կրկին անակնկալներ է մատուցում։ Ընդամենը վերջերս գիտնականներից մեկը կասկածի տակ էր դրել կարմիր մոլորակի ներսում ջրի մեծ պաշարների առկայության մասին հիպոթեզը, սակայն Չինաստանի, Ավստրալիայի եւ Իտալիայի գիտնականների խումբը հակառակ եզրակացության է եկել։ Մարսի մակերևույթից մի քանի կիլոմետր խորության վրա կարող է հեղուկ ջուր լինել։ Ենթադրությունը հիմնված է NASA-ի InSight առաքելության ստացած ունիկալ սեյսմիկ տվյալների վրա։ Գիտնականներն ուսումնասիրել են կարմիր մոլորակի վրա գրանցված 3 նշանակալի իրադարձություն՝ երկնաքարի 2 ուժգին հարված ու դիտարկումների պատմության ամենաուժեղ մարսյան երկրաշարժերից կամ մարսաշարժերից մեկը։ Սեյսմիկ ալիքների, հատկապես լայնակի սեյսմիկ ալիքների վարքագծի վերլուծությունը թույլ է տվել հայտնաբերել անոմալիա 5.4-ից 8 կիլոմետր խորության վրա։ Այս հատվածում ալիքները դանդաղել են, ինչը վկայում է լեռնային ապարներում հեղուկի առկայության մասին։ Երկրի վրա նման պատկերը սովորաբար հենց հեղուկ ջրի առկայության նշան է։ Հեղինակները ենթադրում են, որ խոսքը կարող է գնալ լեռնային ապարների ծակոտիներում թակարդված հեղուկ ջրի կամ սառելու ցածր ջերմաստիճանով աղաջրի մասին։ Նախնական գնահատականներով այս շերտում ջրի ընդհանուր ծավալը կարող է հասնել 520-ից 780 մետրանոց համարժեք գլոբալ շերտի։ Սա նշանակում է, որ եթե Մարսի ամբողջ մակերևույթը հավասարաչափ ծածկվեր ջրի այդ ամբողջ ծավալով, ապա ջրի շերտի հաստությունը կհասներ 780 մետրի։ Համեմատության համար դա ավելի քան 2 անգամ գերազանցում է Էյֆելյան աշտարակի բարձրությունը։ Խոսքը ջրի ահռելի ծավալների մասին է։ Կարևոր է նշել, այս տվյալները վերցված են միայն InSight զոնդի վայրեջքի վայրից։ Մարսի տարբեր հատվածներում երկրաբանական ստրուկտուրան կարող է տարբեր լինել եւ առայժմ հնարավոր չէ ճշգրիտ ասել որքանով է համընդհանուր այս երևույթը։ Բացի այդ, հաշվարկները հաշվի չեն առնում այսպես կոչված առաջնային ջուրը, որը կարող էր կեղևում մնացած լինել ավելի քան 4 միլիարդ տարի առաջ մոլորակի առաջացման ժամանակներից։ Սակայն անգամ այս սահմանափակումները հաշվի առնելով, սա շատ կարևոր գիտական արդյունք է։ Այն հիմք է տալիս ենթադրելու, որ ջուրն ամբողջությամբ չի անհետացել Մարսի մակերևույթից, այլ իջել է ներքև ու մինչև հիմա կարևոր դեր է խաղում մոլորակի ներքային process-ներում։ Ի վերջո, ավելի քան 3 միլիարդ տարի առաջ Մարսը տաք ու խոնավ մոլորակ էր, որը հնարավոր է պիտանի էր կյանքի համար։ Այս հայտնագործությունը բառացի ընդլայնում է որոնման հորիզոնները։ Եթե Մարսի կեղևում մինչև հիմա պահպանվում է հեղուկ ջուր, ապա կա նաև միաբջիջ կյանքի հետքեր հայտնաբերելու ոչ զրոյական շանս։ Եզրակացությունները հաստատելու համար անհրաժեշտ կլինեն նոր առաքելություններ, որոնք կկարողանան սեյսմիկ հետախուզություն անցկացնել մոլորակի տարբեր հատվածներում։ 1604 թվականին աստղագետ Յոհան Կեպլերը երկնքում պայծառ բռնկում էր դիտարկել։ Լուսատուն հայտնվել էր անսպասելի, այն շատ ավելի վառ էր Յուպիտերից ու չէր անհետանում 1.5 տարի։ Այս իրադարձությունը մեր գալակտիկայում գերնոր աստղի պայթյունն անզեն աչքով ֆիքսելու վերջին դեպքն էր։ Անցավ 400 տարի, ու միայն հիմա ժամանակակից աստղադիտակներով ու մոդելներով զինված աստղագետները սկսում են հասկանալ, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Ինչ իրադարձություն էր ֆիքսել մեծ աստղագետը, ու ամենակարևորը, որտեղ էր այն տեղի ունեցել։ Պարզվել է, որ պայթել է ոչ թե սովորական աստղ, այլ սպիտակ թզուկ։ Սպիտակ թզուկ է կոչվում արեգակի նման աստղերի խիտ ջերմամիջուկային վառելիքը սպառած միջուկը։ Այդպիսի պայթյունները կոչվում են LA տիպի գերնորեր, ու դրանք սովորաբար տեղի են ունենում երկաստղ համակարգերում։ Աստղերից մեկը իր նյութը փոխանցում է հարևան սպիտակ թզուկին, մինչև վերջինը չի հասնում կրիտիկական զանգվածի ու չի պայթում, վերածվելով վառ ամպի մի գամածության։ Սակայն Կեպլերի գերնորի դեպքում ամեն ինչ շատ ավելի հետաքրքիր է։ Չինացի աստղագետների հաշվարկները ցույց են տվել, պայթյունը տեղի ունեցել ոչ թե Ծիր Կաթինի սովորական աստղային համակարգերում, այլ պայթել է եկվոր աստղ, որը ծնվել է այլ գալակտիկայում։ Գերնորի մնացորդները հեռանում են մեր գալակտիկայից, իսկ դրանից իսկ շարժման հետագիծը ցույց է տալիս, որ այն անցել է մեր գալակտիկայի սկավառակի միջով ու այժմ հեռանում է միջգալակտիկական տարածություն, որտեղից է եկել այդ աստղային հյուրը։ Հետազոտողների կարծիքով աստղը կարող էր պատկանել Գայա Էնցելադ թզուկ գալակտիկային։ Այս աստղային կղզյակը վաղուց կլանվել է Ծիր Կաթինի կողմից։ Գայա Էնցելադից մնացել են միայն աստղային հոսքեր մեր գալակտիկայի եզրերին, ու հնարավոր է այդ աստղային զույգերից մեկն իր ճամփորդությունն ավարտել է այսպիսի տպավորիչ հրավառությամբ։ Այս դեպքը զարմանալի հեռանկարներ է բացում։ Եթե Կեպլերի գերնորը օտար աստղի պայթյունի արդյունք է, ապա լրիվ հնարավոր է, որ նման իրադարձությունները ավելի հաճախ են տեղի ունենում, քան համարվում էր։ Գիտնականները հաշվել են, որ վերջին 60,000 տարիներին մեր գալակտիկայի տեսանելի մասի սահմաններում կարող էր բռնկվել այլ գալակտիկական ծագում ունեցող 1-2 գերնոր։ Դուրս է գալիս մեր գալակտիկան ոչ միայն տուն է 100 միլիարդավոր աստղերի համար, այլև յուրահատուկ խաչմերուկ, որով անցնում են կործանված կամ կլանված աշխարհների աստղային փախստականները։ Երբեմն նրանք նաև պայթում են, հիշեցնելով գալակտիկական բախումների ու աստղերի մեծ վերաբնակեցման բուռն պատմության մասին։ Իսկ հիմա գիտական անեկդոտ։
Ինժեների, ֆիզիկոսի ու մաթեմատիկոսի մասնակցությամբ գիտափորձ է անցկացվում։ Նրանցից յուրաքանչյուրին փակում են մեկուսացված սենյակում, որտեղ դրված է փակ արկղով սնունդ, գրիչ եւ բլոկնոտ։ Մի քանի ժամ հետո նայում են արդյունքներին։ Սկզբում մտնում են ինժեների սենյակ, վերջինը կուշտ ու իրենից գոհ նստած է։ Ինչպես դա արեցիք, հարցնում են։ Հեչ, մի քիչ գրիչով փորփրեցի ես, հատվածին բլոկնոտով մի երկու անգամ հարվածեցի, արկղը բացվեց։ Մտնում են ֆիզիկոսի սենյակ։ Նա նույնպես կուշտ ու գոհ է, իսկ բլոկնոտի մի քանի էջը պատված է հավասարումներով ու հաշվարկներով։ Հարցին պատասխանում է այսպես. հաշվարկեցի արկղի ամենաթույլ կետը, հարվածեցի դրան, արկղը տրոհվեց։ Մաթեմատիկոսը իր սենյակում նստած է սոված ու դժգոհ։ Բլոկնոտի բոլոր էջերը գրված են, իսկ նա արդեն սկսել է գրել պատին, ապա դանդաղում է գրել եւ շշնջում է. Ենթադրենք, արկղը բաց է։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։